մեր հերոսների այդպես քաջագործությունները փորձեց Միքայել Մինասյանը, Պարքև Սրբազանը, նա հայտնի ալկոգոլիկ է, ալկաշ ասեմ իմանաք, նա հոգևորական չի, նրան պետքա փիոնազրկենք եւ նետենք պատմության աղբանոց, այս վիժվածքները ուղղակի այդ հաղթանակը փորձեցին վերագրեն իրենց մեդիայով, իրենց մամուլով, որ դա Սերժներ, չգիտեմ, դա Արցախի ղեկավարությունն էր, մենք տեսանք Արցախի ղեկավարությունը ինչ են ընդունակ, նրանք ուղղակի սփխեցի ուլի պես գնացին գերի հանձնվան, վաճառեցին իրենց շիրիմները եւ եթե քարորիա պատերազմի ժամանակ կհիշեք Ռոբերտ Աբաջյանը, մեր մյուս հերոսները անգամ 1 մետր տարածք չեն հանձնել, նրանք գերադասեցին, գիտեք, գրանտը քաշեն, իրենց կյանքի գնով մեծ վնաս պատճառեն թշնամուն, զինվորները մեր 18 տարեկան, իսկ այդ գեներալները, այդ հրամանատարները 2020 թվականի պատերազմի ժամանակ 2023 թվականի դեպքերի ժամանակ գերադասեցին ուղղակի գնան եւ ուղղակի ոչխարի պես հանձնվեն, որ ես նայում եմ, որ ոչխարի սուր ունեին։ Իսկ ինչ վերաբերում է Պարքև Սրբազանին, Պարքև Սրբազան կոչված վիժվածքը եղել է Միքայել Մինասյանի աչքերն ու ականջները Արցախում եւ մինչեւ վերջին օրը ձեզ մոտ հաս չի առաջանում, որ Շուշին գրավեցին, բայց Շուշիից գրավելուց մի քանի օր առաջ Պարքև Սրբազանը հեռացավ Շուշիից, իր հետ տարավ եկեղեցու գանձերը, իր հետ տարավ Շուշիի կենտրոնական բանկի գումարները եւ նաեւ մենք բացահայտել ենք, որ Արցախում, գիտեք, 400 կիլոգրամ Արցախի հանրապետության ոսկին, որը որ թաղված է եղել գյուղում, այդ գյուղից ուղղակի անհետացել է այդ ոսկին եւ թուրքերը եկել եւ ուղղակի հարյուրավոր կիլոմետրի այդպես տարածքում եկել հենց այդ ոսկու տեղը գտել են եւ կանգնել են այդտեղ, այսինքն այդ ինֆորմացիան եւս նրանք փոխանցել են եւ Պարքև Սրբազանը այդ աֆերիստը կհիշեք ուղղակի պատերազմից հետո 44 օրից հետո միանշանակ մի անգամից փախավ Արցախից եւ ինչ-որ սիրտն է պետքա փոխպատվաստում անի, սիրտը փոխի, չգիտեմ ինչը փոխի, բայց մենք տեսանք, որ Միացյալ Նահանգներում այդ սրտից հիվանդը նարգիլեն ձեռը կապիկ վիժված լակոտի պես ուղղակի այդ գիշերային աղակումներում քաշ է գալի։ Պարքև Սրբազան, վզից հետ բռնելու ենք բերենք Հայաստան վիժվածք, Միքայել Մինասյանի հետ հայտնվելու եք կանանց գաղութում։ Եվ սա ես ինչու եմ ներկայացնում, որպեսզի մեր հայրենակիցները իմանան, թե սրանք ով են։ Սրանք հանձնեցին մեր պատմական հայրենիքը Թուրքին մի բանի համար, որպեսզի գան եւ իշխանություն զավթեն։ Ուղղակի հայ ժողովուրդը չգնաց չխաղաց այդ խաղը եւ ուղղակի մենք կարելի ասել հրաշքով այսպես այս իրավիճակից դուրս եկանք։